Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ բլից հարցեր, որոնք կխնդրեմ մի քիչ արագ պատասխանել, պարոն Հայրապետյան։ Փորձենք։ Ով է ձեր թիմում ձեր ամենավստահելի ընկերը։ Նիկոլ Փաշինյանին եմ ամենաշատը վստահում ինձնից հետո։ Ինքս ինձ վստահում եմ 100%-ով, հետո իրեն։ Ում վրա կհենվեք ՔՊ-ում։ Պատասխանեցի այդ հարցին։ Օրենսդիր թե գործադիր։ Գործադիր։ Ինչու։ Հենց բարի մեջ գործ անող քան օրենքներ գրող։ Իհարկե ես 11 ուղղակի ասացիք կարճ պատասխանեմ, պատասխանեցի կարճ։ Ընտրության դեպքում հետաքրքիր։ Ես 11 օրենքի հեղինակ եմ եղել 19-ից 21 թվականներին, որը 5 ամենաակտիվ պատգամավորներից մեկն է ինձ դարձրել։ Այնպես չի որ ես անգործության էի մատնված կամ պարզապես աշխատավարձ ես տանում, ես իրոք փորձել եմ աշխատել, բայց ներքին բավարարվածության, այսպես լցված լինելու եւ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելու համար տարբեր մարդ տարբեր բնույթի է։ Ես ավելի շատ այդ բավարարվածությունը եւ իմ աշխատանքի նկատմամբ կիրքը իհարկե ստանում եմ գործադիրում։ Ինչքան է գնահատում ձեր աշխատանքի արդյունավետությունը 10 բալանոց սանդղակով։ 10-ից 6 առանձին դեպքեր լինում են երբ ինչ-որ մի բան ստացվում է շատ կոնկրետ, որին երկար պատրաստվել ես ու գնացել ես 7։ Եթե այսօր պետք է հրաժարական տայիք, ինչը կլիներ դրա գլխավոր պատճառը։ Երկուսը։ Առաջինը, երբ ես տեսնեմ, որ չի ստացվում ինձ մոտ, երկրորդը, երբ ես համարեմ, որ իմ առաքելությունը բարեհաջող կատարել եմ։ Երկրորդին ավելի մոտ է։ ՔՊ նախընտրական շտաբ թե հանգիստ Եվրոպայում։ Ես արդեն շտաբում ներգրավված եմ, առաջին ընտրատարածքի պատասխանատուն եմ լինելու։ Հետո նոր Եվրոպա։ Մեկ նախադաս Եվրոպա, թե չէ, կյանքը ցույց կտա։ Որտեղ կանցկացնեմ մարցակուրտս։ Մեկ նախադասությամբ ինչն է ձեզ առավել ցավեցնում ոլորտում։ Չգիտեմ, ցավեր չունեմ։ Որն է այն իրողությունը, որ նախարար դառնալուց հետո հասկացել եք, բայց նախկինում չգիտեիք։ Շատ բաներ։ Ընդ որում վաղը էլի ինչ որ բաներ վստահեցնում եմ ձեզ կիմանամ, որ այս պահին չգիտեմ, մարդկային էությունը բացահայտելուց մինչև տարոտեսակ մարտահրավերներ դրանք կառավարելու հմտություններից, այսինքն շատ բաներ, անթիվ բաներ եւ դա լավ է։ Ձեր աշխատանքային օրը քանի ժամ է իրականում։ 9-ից մինչև առավելագույնը 8-ը լինում է 7-ին եմ գնում, լինում է եղել է 6:30 եմ գնացել, նայած հավատացնում եմ ձեզ, որովհետև օրինակ 18 թվականին այդպես չէր։ 18 թվականին ես երեկոյան 10-11-ից շուտ չէի գնում, բայց դա բարձրանալու պատճառ չի։ Նախ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ես ունեմ երազանք, այսպես պայմանական անվանել եմ գերազանցության նախարարություն դարձնելու, որի կարևորագույն նախապայմանը լավ որակյալ թիմի ձևավորումն է։ Մասամբ այդ խնդիրը լուծել եմ, այսինքն այդ դելեգացիան պատվիրակումը վերևից ներքև իրականացվում է բարեհաջող եւ երբ կա թիմ, նաեւ դու երբեմն կարող ես քեզ թույլ տալ ինչ որ դադար վերցնելու, որովհետև գործընթացները ընթանում են եւ չի լինելու քաոս, ամենը չի քանդվելու եւ երկրորդ իսկապես հատկապես մտավոր աշխատանքը քամում է, հոգնեցնում է եւ ես 18 թվականին շատ ավելի երիտասարդ էի, քան հիմա, ես պիտի խոստովանեմ, որ ուղղակի հատկապես օրվա վերջին հատվածում իսկապես այն մտքերը, որոնք գեներացվում են, այն աշխատանքը, որը կատարվում է, զգալիորեն իր պրոդուկտիվությամբ զիջում է առավոտյան աշխատանքին, ուստի փորձում եմ 8-ից ուշ չմնալ։ Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, ինչու եք այս պաշտոնում, որն է նպատակը։ Ռազմարդյունաբերության համար եմ եկել նախ եւ առաջ։ Ինչու են ՏՏ ոլորտի ուղիղները արտագաղթում Հայաստանի Հանրապետությունից։ Հետաքրքիր պնդումներ եկել է անում։ Կարճ ասած համաձայն չեմ հենց այդ ձևակերպմանը, որովհետև կան ցուցանիշներ, ես առաջիկայում պատրաստում եմ դրանք հրապարակել նաև 25 թվականին ինչ դինամիկա ենք ունեցել, տեղաշարժեր միշտ լինում են, հատկապես տեխնոլոգիական ոլորտում դա դինամիկ շարժում է, դինամիկ ֆրիլանսերը կարող է ուղղակի մեկ օրում որոշել, որ այլևս ուզում է ծովափնյա քաղաքից իր աշխատանքը կատարել, որտեղ իր համար կարևոր է ծովը արևը եւ արագ ինտերնետը։
անվանենք ուղեղների արտահոսք, չգիտեմ, հա, փաստի արձանագրումը կարող է այդպեսին լինել, բայց ինքը կխեղաթյուրի իրական պատկերացումները մեր հանրության շրջանում։ Տեղաշարժեր լինում են, որովհետև նաև ծովափնյա արևոտ երկրներից տեղափոխվում են նաև Հայաստան գիտությամբ զբաղվելով, R&D գիտահետազոտական աշխատանքներ անելու եւ ընդհանրապես տարբեր տեխնոլոգիական ընկերություններում ներգրավվելու։ Այսինքն սա մակերեսային ձևակերպում է, որ կա տեխնոլոգիական ոլորտում ուղեղների արտահոսք, որտեղ ներհոսք էլ կա, եւ սա տեխնոլոգիական կյանքին, աշխարհին շատ բնորոշ մի բան է։ Ու այն դինամիկան, այն ցուցանիշները, որոնք որ մենք հավաքագրում ենք, մենք տեսնում ենք, որ տարեց տարի ավելանում է։ Այս պահին պատկերացրեք ունենք ավելի քան 55,000 մարդ ինժեներ ծրագրավորող ոլորտում, 2000 կարճ ասած գալի տեմպերով աճ ունենք։ Մեկ սխալ, որից դաս եք քաղել։ Այնքան շատ են։ Ես փորձում եմ ուղղակի բոլոր սխալներիցս այսպես ռեֆլեքսիա անել, եթե ոչ այդ պահին գալ տուն, քնելուց առաջ նորից կռվել ինքս ինձ հետ, դասեր քաղել, հետևություններ անել, երբեմն լինում են անկեղծ ասած, որ կրկնվում են դրանք, ցավով եմ սա ասում, բայց առնվազն դասեր միշտ քաղում եմ։ Մեկ նախագիծ, որի համար հպարտ եք։ Դա այնպիսի մի նախագիծ է, որի մասին չեմ կարող կիսվել ձեզ հետ։ Մեկ բան, որ կցանկանայիք մամուլը ավելի ճիշտ հասկանար ձեր աշխատանքում։ Ես շատ կուզեի, որ լրագրողները ավելի լավ պատրաստվեին հարցազրույցներից առաջ, ընդ որում որևէ պարագայում չհամարեք, թե ես ձեզ եմ ակնարկում, ինձ շատ է խոցում եւ տխրեցնում ցանկացած իմ շփումից հետո լրագրողների հետ այն բացառիկ ինքնավստահությունը, նյութերին չծանոթանալը, ինքնազարգացման միտում չունենալը, ես ցավով եմ ասում, ոչ թե մեղադրանքով կամ ինքնահաստատվելու առավել եւս նպատակով, այլ օրինակ այն ակնկալիքը, որ պաշտոնյաները պիտի միշտ աշխատեն իրենց վրա, մարդը ընդհանրապես պիտի ինքնազարգանա եւ ներդրում կատարի ինքն իր մեջ, ինձ հետ հարցազրույցներում ես ակնհայտ հասկանում եմ, որ որևէ նախագիծ լավ այսպես չասեմ 95% լրագրողների բացառիկ ինքնավստահությամբ եւ որոշակի այսպես մեծամտությամբ են մոտենում գործին, ես շատ կուզեի, որ իրենք օրեր առաջ պատրաստվեն, որովհետեւ շատ կարեւոր է որ պաշտոնյանը լարվի։ Որն է ավելի դժվար, պատասխանել ընդդիմության հարցերին, թե սեփական թիմին չաթում։ Երանի լիներ այնպիսի ընդդիմություն, որ իսկապես դա ավելի բարդ լիներ։ Ես երազում եմ, որ օր առաջ մենք այդ իրականության մեջ գանք, որովհետև անորակ դեգրադացված, հեղինակազրկված, բովանդակություն չունեցող ընդդիմությունը նեգատիվ է ազդում։ Այդպիսին է կյանքի կանոնը իշխանության վրա։ Ինքը փորձում է ձգել, քաշել, տանել ցածր, ավելի ու ավելի ցածր։ Ես հույս ունեմ, որ օր առաջ հույս ունեմ, որ չգիտեմ ինչի վրա է հույսս իհարկե, որովհետև դեռ դաշտը ուսումնասիրում են, տենց չի նշмарվում, բայց հույս ունեմ, որ 26 թվականի ընտրություններից հետո եթե հանրությունը մեզ տա երկրի կառավարումը շարունակելու մանդատը, նաև կընտրի այնպիսի մի ընդդիմություն, հուսամ առաջիկա ամիսներին ինչ որ մարդիկ ի հայտ կգան կամ ուժեր, որոնց տված հարցերը կլինեն լրագրողների պես ապագայում տրվելիք հացերի պես շատ բարդ, շատ դժվար։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես ձեզ կարողացա բացահայտեմ ինչ որ չափով։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռևս կհանդիպենք։